Դուք եք կառավարում բիզնեսը, թե բիզնեսն է կառավարում ձեզ։ Ողջույն բոլորին, ես Գրիգոր Նամարաքելյան, Club Capital ակումբի հիմնադիրը եւ նախագահ, եւ մեր այս հաղորդումների ընթացքում ես խոսում եմ բիզնեսի եւ կյանքի տարբեր թեմաների մասին։ Եվ այսօր շատ հաճախ հանդիպող մի խնդրից եմ ուզում խոսալ, որը հանդիպում է խոշոր բիզնես կառավարող շատ ու շատ գործարարների մոտ։ Խնդիրը նա է, երբ բիզնեսը ինչ-որ մի մասշտաբից մեծանում է, շատանում են բիզնես պրոցեսները, պատասխանատվությունը, աշխատակիցների քանակը, ինչ-որ մի պայից սկսած աստիճանաբար իշխանության վեկտորը սեփականատերից դեպի բիզնես տեղափոխվում է հակառակ ուղղությամբ, այսինքն բիզնեսն է սկսում կառավարել իր սեփականատիրոջը։ Սա դրսևորվում է ոչ ակնհայտ շատ ու շատ դրվագներում, մասնավորապես ինչքան ազատ ժամանակ եւ ինչքան ազատ ուշադրություն է ունենում սեփականատերը, ինչքան հնարավորություն ունի գործարարը օրինակ որևէ աշխատանքային օրով եւ ժամով ուղակի անջատի հեռախոսը լինի անհասանելի եւ զբաղվի ինչ-որ մի բանով, որը իրան այդ պահին հաճելի։ Եվ առհասարակ ինչքանով է գործարարը ազատ ընտրի, թե ինչ գործով զբաղվի, ինչ նոր բիզնես ստեղծի եւ որ երկրում առհասարակ ապրի։ Եթե դուք տեսնում եք, որ այս կետերում ավելի շատ բիզնեսն է մեզ պարտադրում որոշակի վարքագիծ, որոշակի ուշադրության ուղղություն, ապա ամենայն հավանականությամբ կամ ինչ որ չափով բիզնեսը արդեն իր վրա վերցրել է մեր կառավարումը, կամ ամբողջությամբ բիզնեսը կառավարում է մեր ուշադրությունը, մեր էներգիան եւ մեր ամենօրյա առավոտից երեկո ընկած մեր ժամանակահատվածը։ Սա բավական վտանգավոր իրերի դրություն է, որովհետեւ երբ որ բիզնեսն է սկսում կառավարել գործարարի ժամանակ եւ ուշադրությունը, ապա բիզնեսը սկսում է ամբողջությամբ կլանել ու խժռել գործարարի էներգիան։ Այդ կենսական էներգիան իհարկե շատ կարևոր է բիզնեսմենին առաջին հերթին ապրելու, կյանքը վայելելու, ճամփորդելու եւ ինչի՞ չէ նաեւ նոր այլ բիզնեսներ ստեղծելու եւ կառավարելու համար։ Եթե գործարարը կարողանում է թույլ չտա, որ բիզնեսի կառավարման լծակը անցնի բիզնեսի ձեռքը, ապա այդ գործարարը ունի բավական մեծ ազատություն եւ բավական մեծ ուժ եւ հնարավորություն նոր բիզնեսներում, նոր նիշաներում փորձելու նոր գաղափարներ եւ իհարկե նաեւ ունի ազատության բավական մեծ տեսակարարքշիռ ճամփորդելու, վայելելու իր աշխատածի արդյունքները եւ ռեալիզացնելու իր պոտենցիալը։ Իդեպ այս նույն իրավիճակը նաեւ հաճախ կարելի է հանդիպել մեր եւ սոցիալական ցանցերի շփման ժամանակ, ինչ որ մի փուլում մենք կառավարում էինք մեր հեռախոսները, մեր սոցիալական ցանցերը, որպեսզի դա մեզ օգուտ տա եւ իրանց օգտագործում էինք որպես գործիքներ։ Հիմա նույն լոգիկայով ազդեցության վեկտորը փոխվել է եւ ուժը տեղափոխվել է սոցիալական ցանցերի ձեռքը եւ սոցիալական ցանցերն են կառավարում մեր ուշադրությունը, մեր ժամանակը, ստեղծելով որոշակի չերևացող պատեր, բանտի պատեր, որի ներսում հենց ապրում է այն մարդը, ով, չգիտեմ, օրը 7-8 ժամ անցկացնում է սոցիալական ցանցերում։ Եվ եթե դուք զգում եք, որ բիզնեսը սկսել է արդեն ամբողջ մեր ազատ ժամանակը, մեր ուշադրությունը կլանել ու կառավարել, ապա ժամանակն է կտրուկ եւ հստակ քայլեր անելու եւ վերադարձնելու իշխանությունը ձեր ձեռքը, ինչը հնարավորություն կտա իհարկե ել ավելի էֆեկտիվ կառավարել ու մասշտաբացնել բիզնեսը ու միևնույն ժամանակ չհայտնվել բիզնեսի ազդեցության ծուղակում։ Եվ բիզնեսը այս իմաստով նաև հաճախ նման է այն օծին, որը մեզ փաթաթվում է ու որտեղ մենք մի փոքր շունչ ենք քաշում, այդտեղ էլի ինքը մեզ սխմում է։ Մի քիչ ենք շունչ քաշում, այդտեղ էլ է սխմում։ Շատ հետաքրքիր մի հատկություն ունի այս առումով բիզնեսի եւ բիզնեսի սեփականատիրոջ շփումը, ինչին համաձայնվում է սեփականատերը, բիզնեսը այդ կետում էլ ինչ որ մի գործառույթ հանձնում է սեփականատիրոջը։ Մենք համաձայն ենք օրինակ, որ մենք պետքա բոլոր բանկային փոխանցումները հաստատենք, նոր փոխանցումներ լինի։ Ուրեմն այդ ֆունկցիան ապրիորի փոխանցվելու է մեզ։ Մենք համաձայն ենք, որ աշխատակիցների ինտերվյուները մենք անենք, ապա ավտոմատ այդ փոխանցվելու է մեզ։ Այսինքն ինչին համաձայնվում է սեփականատերը, ինչ որ մի պահից սկսած դա դառնում է սեփականատիրոջ համար բանտ, պարտադիր կատարման ենթակա աշխատանք, որը միշտ չէ, որ կապ ունի բիզնեսի իրական աճի ու զարգացման հետ։ Հետևաբար, հատկապես միջին եւ խոշոր բիզնեսմենի համար քրիտիկական կարևոր է իշխանության լծակներն ու վեկտորը պահալ սեփական ձեռքերում եւ չհանձնել բիզնեսին, այլապես բիզնեսը կարա մեր կյանքը ամբողջությամբ վերածի անտեսանելի բանտի, որի մեջ թվացial ազատության պայմաններում ապրում ու ստեղծագործում է գործարարը։